Շատ լավ, իսկ վերջին տարիների միտումը ինչ է ցույց տալիս, որ մասնագիտություններն են առավել պահանջված։ Ենթադրում եմ, որ կրթաթոշակով պայմանավորված միգուցե։ Ոչ միայն իհարկե կրթաթոշակով պայմանավորված մասնագիտությունները տարեցտարի ավելի մեծ պահանջարկ են ձեռք բերում, բայց ոչ միայն մենք ունենք որոշակի մասնագիտություններ, օրինակ խոհարարությունը շատ պահանջված մասնագիտություն է բոլոր մարզերում եւ ամեն տարի բավական մեծ թվով դիմորդներ ենք ունենում։ Այստեղ իհարկե զուգահեռ, ինչպես նշեցի, ոլորտում տարբեր աշխատանքներ են իրականացվում եւ մեր կողմից բարբերաբար նաեւ վերանայվում է քոլեջներում դասավանդվող մասնագիտությունների ցանկը, որովհետեւ կան մասնագիտություններ, որոնք այլևս ժամանակավրեպ են եւ դրանց կարիքը տնտեսություն եւ աշխատաշուկան չունի, բայց ունենք մասնագիտություններ, որոնց կարիքը տարեցտարի մեծանում է, օրինակ արևային էներգիայի սարքերի սպասարկողներ, կաթիլային ոռոգման սպասարկողներ եւ այդպիսի կրթական ծրագրեր մշակվում են, ներդրվում են եւ միգուցե առաջին տարում այդ մասնագիտություններով ընդունելությունը մեծ չի լինում, որովհետեւ դեռ շատ տեղյակ չեն լինում, բայց հաջորդ տարվա ընթացքում եւ օրինակ երիտասարդներ իմանում են, որ այդպիսի մասնագիտություն կա, նաեւ մասնագիտական կողմնորոշման շրջանակում հասկանում են, թե այդտեղ ինչ հեռանկարներ կան, սկսում են այդ մասնագիտություններով դիմել եւ կրթություն ստանալ։ Սա նշանակում է, որ մենք պիտի շատ ուշադիր լինենք աշխատաշուկայի պահանջների եւ գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման նկատմամբ եւ համապատասխանաբար հնարավորինս արագ ներդնենք բոլոր այն մասնագիտությունները, որոնց կարիքը առկա է աշխատաշուկայում եւ դա իրականացնենք, ինչպես նշեցի, գործատուների հետ համատեղ, որպեսզի նաեւ կարողանանք ապահովել այնպիսի կարողություններով շրջանավարտներ, որոնք անմիջապես կկարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։ Շատ լավ, շնորհակալ եմ, լրագրողներից հարց կա, Մեդիա Հաբը խնդրում է անդրադառնալ օրերս աղբյուր ճամբարում տեղի ունեցած միջադեպին, երեխաները արագ տեղափոխվեցին այլ ճամբար, արդյոք այդտեղ ուսումնասիրություն կատարվել է թե ոչ, ինչ խնդիրներ եք բացահայտել։ Տեղում իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ որոշ շեղումներ առկա էին տեխնիկական առաջադրանքում գնման գործընթացում առկա տեխնիկական առաջադրանքում ներկայացված պահանջներից եւ հետեւաբար որոշում կայացրեց երեխաներին տեղափոխել այլ ճամբարներ, նույն օրվա ընթացքում երեխաները տեղափոխվել են այլ ճամբարներ, ներկայումս ծառայողական քննություն է գնում թե նախարարությունում եւ թե կառավարության աշխատակազմի կողմից է կազմակերպվել ծառայողական քննություն, ուսումնասիրությունները կատարվելուց հետո տվյալները ավելի հստակ պարզ կլինեն արդեն։ Ֆինանսավորումը որ կատարվել է։ Ֆինանսավորում դեռևս չէր կատարվել, ընդամենը գնման մրցույթում հաղթող էր ճանաչվել տվյալ կազմակերպությունը, բայց պայմանագիր էր կնքվել, բայց դեռ ծառայությունների մատուցման ակտը չէր ստորագրվել եւ հետեւաբար ֆինանսավորում չէր իրականացվել որևէ տեսակի։ Հիմա բնականաբար համապատասխան հաշվարկներ են կատարվում այն ճամբարների հետ, որտեղ երեխաների մնացյալ օրերի ճամբարային կեցությունը կազմակերպվել է եւ համապատասխան կերպով այդ կազմակերպությունները կֆինանսավորվեն։ Իսկ ճամբարային այդ ծրագիրը շարունակվում է այլ ճամբարների։ Ծրագիրը բնականաբար ծրագիրն արդեն ավարտվել է, ամսի 8-ին վերջին օրն էր, 2 հերթափոխով շուրջ 20 օր 3200 երեխաներ ամառային ճամբարում հանգստանալու իրենց ամառային հանգիստը անցկացնելու հնարավորություն ունեին, 5 ճամբարներ էին հաղթել մրցույթում, որոնցից մեկը նշված ճամբարներ, մնացած 4 ճամբարներում երեխաները իրենց ամառային հանգիստը անցկացրել են, ինչպես նշեցի ամսի 8-ին ավարտվել է այս տարվա համար նախատեսված ծավալը եւ նաեւ նշեմ, որ ծրագիրը իրականացվում է 94 թվականից, իհարկե ժամանակի ընթացքում զարգացում ապրել է, բայց նաեւ հիմնականում ամառային ճամբար այդ գնման մրցույթին մասնակցում են խորհրդային տարիներից ճամբարներ հանդիսացող կառույցները, որոնք հիմա մասնավորեցված են, բայց իրենք դեռևս շարունակում են այսպես ճամբարային գործունեություն իրականացնել։ Իհարկե մենք տարեցտարի փորձում ենք ավելի լավարկել եւ այս տարվա վերլուծությունը եւ ծառայողական քննության արդյունքները եւս մեզ հնարավորություն կտան ավելի ճշգրիտ արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են ծրագրում եւ փորձել լավարկել այն։ Շատ լավ, շնորհակալ եմ։